Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը դարձյալ ֆուտզալի խաղահարապարակում է համախմբել Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի ու մայրաքաղաքի երիտասարդներին։ Նպատակն է սպորտի միջոցով ոչ միայն ամրապնդել երիտասարդների կապերն ու գեներացնել նոր գաղափարներ, այլև դրանք օգտագործել ի նպաստ հայրենիքի։ Մրցաշարին հետևում է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը, որն ակտիվ ներգրավված է մարզական ու երիտասարդական տարբեր հայանպաստ ծրագրերում։ Միության խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարի մասնակիցները նախ խմբային փուլով են որոշում ուժեղագույններին, ապա փլեյով։ Թիմերը թեև սիրողական են, բայց պայքարն անչափ թեժ է։ Եզրափակիչում Արցախի եւ Գառնիի թիմերն են։ Համառ պայքարում հաղթում են Գառնին ներկայացնող երիտասարդները, պարգևատրում է Հովհաննես Ծառուկյանը։ Ճիշտն ասած, շատ ուժեղ մրցաշար էր, ուժեղ են առումով, որ բոլոր հակառակորդները երևի կարելի է ասել, որ հավասարազոր ուժերով պայքարում են առաջ տեղի համար։ Այսօր մեզ բախտը ժպտաց, ես կարծում եմ բոլորը արժանի էին, բոլոր թիմերը արժանի են առաջ տեղի համար։ Շնորհակալ ենք բոլորից, շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներից նման մրցանակների համար։ Նպատակը կանում է նրանում, որ երիտասարդները համախմբվեն հենց սպորտի միջոցով նաև, զբաղվեն իրենց հոբիով եւ որ ամենակարևորն է, լինեն միշտ լավ մարզավիճակում։ Խաղերի ավարտից հետո Հովհաննես Ծառուկյանի եւ մասնակից թիմերի միջև անմիջական շփման ժամանակ հենց Հովհաննես Ծառուկյանն էլ կարևորեց, որ նմանատիպ ծրագրերի միջոցով երիտասարդների համախմբվելը ամենակարևորն է։ Արդեն ամռանը երիտասարդները կմրցեն Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի մեծ մրցաշարում, ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ եւ մրցանակային ֆոնդով։